Արեն ծանրանք է ծադրանք շարը։ Դոլոքը ջարդը գոտուս։ Արահել դևորվեստից։ Բեչի, ժողով։ Պետքան հեռանք։ Ավելի աղբերները չի դիմանը մանյակը, իրան կարել եմ են չի կարել։ Չի կարել։ Իրան հեռացնում են ժողով, պետք չի բարը չի կարել։ Առանց իջա բան։ Չի կարել, չի կարել է որեսը Ցույց տալ, որ Հայաստանը այլևս Ռուսաստանին չի դիտարկում որպես դաշնակից, Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, իսկ պատերազմ վարում են թշնամիները դրա բոլոր հետևանքներով, իրենք այլևս այստեղ չպիտի մտնեն որպես սեփական տարածք, սեփական դուքյան, իրենք պիտի այստեղ իմանան, որ մի քանի անգամ ավել պիտի մտածեն Հայաստան գալիս եւ պատահական չի, որ մատվի ենքոն ասուլիս չի տալիս, որովհետեւ ցավագին հարցերից է խուսափում։ Այս մոտ մեկ ամիս առաջ Սերգեյ Լավրովն էր Հայաստանում, որ ասուլիս է տվել։ Այո, եւ դա առաջին անգամ ռուսաստանցի որևէ բարձրաստիճան պաշտոնյա տեսավ, թե Հայաստանում ոնց են առասարակ Հայաստանում դիմավորում Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյային եւ հետ այսու բոլոր ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներին հենց այսպես են դիմավորել։ Այս ժամանակ հեռացին ագնե շենքի մոտից, ըստ երևույթին, որ Լավրովը չտեսին, թե ինչ է։ Դե հիմա էլ ոստիկանները կարծես նույն առաքելության են։ Ով կարող է լինել Հայաստանի հավատին դաշնակիցը։ Նրանք, ովքեր ճանաչում են Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ժողովրդավարական հեռանկարները, Հայաստանի զարգանալու, անվտանգ լինելու, պաշտպանունակ լինելու, դիմակայուն լինելու իրավունք։ Ես Ալեն Սիմոնյանին չեմ մեկնաբանում, ոչ էլ ուզում եմ որևէ հասկանալ կան հստակ որևէ փաստեր, որոնցով կարող են մեր երկրին իրավապահել։ Դուք ձեր լրատվամիջոցը ուղիղ մասնակիցն եք հիբրիդային պատերազմի, դուք ուղիղ գործիք եք, դուք ուղիղ գործիք եք, ձեր հովանավորները ուղիղ, դուք չեք կարող, դուք լրագրող եք, ես էլ ձեզ ասում եմ, որ դուք անմիջապես հիբրիդային պատերազմի գործիք եք։ Կարող են հաստատ հրապարակել, պարոն Բաբաջանյան։ Աշնի այլ թույնավոր հարցերի շատ կոնկրետ լրատվամիջոցի մասին կարող են բոլոր հարցերը շատ կոնկրետ լրատվամիջոցի չեմ հարցադրություն չեմ տալիս։ Ես չեմ իզեր դուք որտեղից Բաբաջանյան, դուք եթե ունեք ապացույցներ, կարող եք ներկայացնել անվտանգության, ազգային անվտանգությանը։ Դուք ասում եք դուք հիբրիդային պատերազմ։ Ես չեմ ասում անում, դուք ասում եք ես ասում եմ, որ դուք գործիք եք հիբրիդային պատերազմի։ Ռուսների ձեռքում, դուք Հայաստանի պետականության դեմ գործող լրատվամիջոց է։ Մեր երկրում կա իրավապահ համակարգ, ինչու՞ չէ։ Հուսամ, որ կա եւ իմ հիմնական դժգոհությունը գործող իշխանություններից հենց դրանից է, որ Հայաստանում ոչ դատական համակարգ է նորմալ գործում, ոչ իրավապահ համակարգ է գործում, թե չէ դուք վաղուց չէիք լինի։ Այո, ես կլինեի իհարկե, բայց դուք որպես լրատվամիջոց գոյություն չէիք ունենա, որտեղ դուք ուղիղ ռուսների ձեռքում գործիք եք։ Իսկ դուք ում ձեռքին եք գործիք։ Ես Հայաստանի իշխանությունների եւ Հայաստանի իմ իրավունքը իրացնելու ժողովրդի իշխանության գործիքն է։ Իսկ ինչու եք այսօր այս քանակի։ Ես ընդհանրապես քանակի խնդիր չեմ դրել։ Իմ անձնական Facebook-յան էջով
Ես ես վիրավորել։ Ես ես անձնապես վիրավորել։ Ես ես անձնապես վիրավորել։ Ես ոչ մեկի չեմ։ Ես դիմակից չեմ։ Չէ, ես ասում եմ ստեյցիան արդյոք դուք լրագրող եք, ստեյցիան։ Բայց ես ես անձնապես չեմ վիրավորել։ Ես ասում եմ, ես էլ դրացան լրագրողը իրավունք ունի ցանկացած Իհարկե իրավունք ունի։ Ես էլ իրավունք ունեմ պատասխանելու եմ ինչ որ ուզում եմ։ Պատասխանել եմ։ Սա է, ասում ապացույցներ ունեք, ասում եմ դուք կենթանի ապացույց եք։ Դրանից ավելի չեք ուզում։ կարող եք ներկայացնել անվտանգության ծառայություն։ Դե եթե ունենայինք նորմալ անվտանգության ծառայություններ, իրենք վաղուց արդեն ձեզնով զբաղված են։ Չէ, մինիատյուրի տղա չէ, ձեզ չկանգարել։ Ես մինիատյուրի չեմ։ Ես ասում մինիատյուրի չեմ կանգարել։ Մեր օպերատորները Եկեք կանոնել եք խոչընդոտում եք մեր աշխատանքները։ Այո, դուք Զգալան։ Ամպրստակի կոլա շատ կոնտրոլը արի ձգենք են։ Россия вон из Армении! Россия вон из Армении! Россия вон из Армении! Россия вон из Армении! Идите с моих труп из украинских полей, соберите! Хватит Карабахи на Украине! Россия предатель! Россия предатель! Россия предатель! Россия предатель! Арцах на вашей совести! Арцах на вашей совести! Долой российскую военно-фашистическую хунту! Долой Матвиенко, долой Путину, долой Володину, долой всех фашистов! Путлер! Вы фашисты! Ваше место кабельного завода! Вон из Армении! Хватит одного мавзолея. Мы вас ненавидим! Пошли вон из Армении! Соберите свою вторую военную базу и уходите отсюда. Хватит мыслить его там. Предательница Эля Мачалка!